Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանի ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե հայասկի առաջին լուսավորիչ Սուրբ Թադեոսի եւ հայասկի առաջին նահատակ Սրբուի Սանտուղտի հիշատակը։ Իրենց վարկաբանության մասին անցնող տարիներուն ցեզի պատմած եմ։ Սիրելիներ, սրբությունը քրիստոնյաներուս գոչումն է։ Աստված մեզ գոչեց, որբեսի իր նման սուրբը լանք։ Եվ երբ կգարտանք սուրբերու կյանքը, անոնք իրենց աբրած վարքով, իրենց աբրած առաքինություններով եւ նահատակությամբ կքաչալերեն մեզի, որբեսի մենք ալ սրբությամբ ապրենք քրիստոնեական մեր կյանքը։ Սուրբերը սուրբ չէին ծնած, այլ անոնք գրցան հաղթել գամավոր մեղքերուն, քիդագից մեղքերուն, ագամա մեղքերու համար լացին Աստուծո ողորմությունը խնդրեցին եւ օրե-օր սրբացան։ Սրբությունը հավասիկ ընթացք մնե, որ ամեն օր հավատացյալ մարդը պետք է աշխատի իր հոգին վրա, որբեսի առաքինություններով զարդարվի ու սուրբ հոգիով օրե-օր մաքրվի, մինչև որ հասնի հավիտենական կյանքին։ Ամեն շաբաթ ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրավետներեն քրությունը։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ Կոստանդու Բոլսո նախկին երանաշնոր բادرիարքներեն շնորհք arczepiskopos Կալուստյանի հայասկի սուրբեր քիրքեն ներածականի վերջին մասը, 4-րդ մասը, որ շնորհք բادرիարքը վերնակրած է հետևյալ ձևով. Սրբոց կյանքերը լավագույն միջոցներեն են հոգևոր կյանք մշակելու։ Լսենք ինչ կսե երանելի շնորհք բادرիարքը։ Ամեն օր կամ բարբերաբար սուրբի կյանքի ընթերցումը գոքնե մեզի մեր գաբը ամուր բահելու նախ Աստվածաշունչին հետ, որ մեր բրգության ուղեցույցն է եւ ուրգե գուքան առաջին եւ մեծակույն սուրբերը, բնականաբար սուրբերը Աստվածաշունչի մեջ կտեսնենք նախ եւ սիրելներ սուրբերը Աստուծո ընտանիքի անդամներն են։ Հետևաբար ով որ գմերժե սուրբերը կնշանակե որ Աստուծո ընտանիքի անդամները մերժած կլա։ Աբա համայն քրիստոնեության հետ, որուն անբաժան մեկ մասն է մեր մայրենի եկեղեցին, ու վերջապես մեր պատմության եւ մեր հոգեվոր ժառանգության հետ, զորանոնք գերդած, քրած եւ իբրև ժառանգ ցկածեն մեզի։ Պատմությունը լավագույն ուսուցիչն է սորվիլ ուզողին համար, որովհետեւ օրինագով կսորվեցնե։ Գսե սրբոց կյանքի մասնակետը։ Սրբոց վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի եւ լավագույն գերբը ուսուցումի, որովհետեւ այստեղ ոչ թե վերացական առաքինության մասին խորհրդածություններ կլան, այլ առաքինությունները իրենց իրականացած ծևի մեջ կպատկերացվին մեզի։ Օրինակ, գրոնավորությունը, քաչությունը, բարեբաշխությունը եւ ծառայելու բնական դրամատրությունը իր նմաններուն, բայց ամենեն ավելի Աստուծո եւ ընկեր առարածի սերը։ Սիրելներ, հեշտ է վերացական ծևով խոսքով միայն խոսիլ առաքինությանց մասին, բայց սուրբերու կյանքը երբ կգարտանք, այդ առաքինությունները սիրելիներ իրականացած ծևի մեջ կտեսնենք անոնց կյանքը երբ կընթերցենք, որովհետև անոնք ոչ թե միայն խոսեցան, ոչ թե առաքինության հղացքի մասին խոսեցան, այլ առաքինի կյանքով ապրեցան եւ մեզի օրինակ դարձան։ Մյուս կողմը սուրբերը գուքան կյանքի բոլոր ասպարեզներեն խոնարհակույնն մինչև բարձրակույնը, գաթողիկոսներեն մինչև հետին գրոնավորը, թագավորեն մինչև pedagogan բոլոր պաշտոնադարները, անոնց մեջ կան այրեր եւ գիներ, ինչպես այսօր Սրբույի Սանտուղտը, երդասարտներ եւ ձերեր, Սրբույի Սանտուղտը, երդասարտ, մինչև անգամ մանուկներ, հարուստներ ու աղքատներ,
մտավորականներ ու քեղչուկ մարդիկ։ Հետևաբար անոնց ցանկերը գիրարգելի կրնանալ ամեն մարդու համար անխդիր, որովհետև սիրելներ ցանկի բոլոր ասպարեզներեն սուրբեր կան, թակավորներ են, գաթոյգոստներ են, գրոնավորներ են, աշխարհականներ են, գիներ են, դղամարդոց մե երդասարտներ են, մանուկներ են, հետևաբար ամեն մարդ այսօր գրնա ինքզինքը առնչել այդ սուրբերուն հետ եւ ինքնալ սրբագենցաղ ցանկով ապրիլ։ Ասոնք մեզի համար քաչալերություն եւ ուղեցույցներ են ցանկի ամեն տեսակ գացությանց թիմաց։ Սուրբեր անայլայ գերբով գթելատրե մեզի իրենց ցանկով ու խոսքով, որ միշտ եւ անսայթակ Աստուծո եւ արդարության գոմը գերանք, հագարակ ամեն բանի եւ իքին ամեն զողության։ Այո, սուրբերը սիրելներ գքաչալերեն, որ իսկապես միշտ Աստուծո գոմը գերանք։ Գրնակ չդարձնենք Աստուծո, չուրանանք Աստված։ Իքին ամեն ինչի, իքին նեղությանց, հալածանքներու նույնիսկ մահվան։ Ահա սուրբերը իսկապես որ քաչալերող են մեզի։ Միշտ սրբության ու քաչության ցկնինք, միշտ պատրաստ ըլանք փոքր, աշխարհիկ, քրեհիկ ու ժամանակավոր բաներ զոհել մեծակույն, հոգևոր, ազնիվ ու հավիտենական բարիքներու համար։ Իմի բան մեկ խոսքով մեզի դրված այս եգրավոր կյանքը այնպես մկործածենք, այնպես մարժևորենք, որ շահինք ու ժառանգենք ի վերջո հավիտենական երանական կյանքը, ինչպես իրենք ըրին, սուրբեր ըրին, որ ըշչարսն բարդեցին, ինչպես աղոթքի մեջ կսվի, այսինքն չարերը բարդության մատնեցին, նեղությանցն համբերեցին, լուսեղեն եւ երկնային անթարան բսակացն արժանի եղեն։ Չմոռնալ, որ սուրբ բարը ոչ միայն գործածվի Աստուծո համար, սուրբ երրորդության յուրաքանչյուր թեմքին համար, հրեշտակներուն եւ Աստուծո եգրավոր ծառաներուն համար, սուրբ բարը հետևաբար միայն Աստուծո համար, հրեշտակներուն համար եւ սուրբերուն համար չի գործածվիր, այլ նաեւ բոլոր քրիստոնյաներուն համար անխդիր։ Բողոս արաքյալ իր նամակները գղրգե գոչեցելոց սրբոց, այսինքն սուրբ գոչվածներուն, որոնք կգտնվին, որոնք կբնագին Հռոմին կամ Գորընթոսի մեջ, իր նամակներում մեջ այդպես կսե, սուրբերուն բարևներ ըրեք, կամ բարձաբես սրբոց, նամակները գղրգե սուրբերուն, որոնք կգտնվին Եփեսոս, Փիլիպպե կամ Գողոսա քաղաքները կամ այլուր, ուրեմն սրբությունը ասպարեզ մնե, որ բացի ամենքիս արչև, հատկապես բոլոր հավատավոր քրիստոնյաներուն արչև։ Մեկը չսե, որ ես չեմ գնար սուրբ լալ։ Մենք Սուրբ Հոգի զորությամբ եւ առաջնորդությամբ է, որ կսկսենք սրբանալ սիրելներ։ Մենք Քրիստոսի սուրբ խոսքերը կորզատրելով է, որ կսկսենք սրբանալ։ Մենք սիրելներ մեր անձին վրա դիրաբեդելով է, որ կսկսենք սրբանալ, երբ կսկսենք մեր քիդագից գամավոր մեղքերեն հրաժարիլ եւ հագամա մեղքերու համար արցունք տապել, խոստովանել, խնդրել Աստուծմե, որ զորացնե մեզ, որբեսի չինանք մեղքերու մեջ։ Հետևաբար ամենուց դիմաց բաց ասպարեզ է սրբությունը։ Եվ շարունակությունը լսեցեք, կսե մյուս ասպարեզներուն ամեն մարդ չի գրնար հետևիլ։ Եթե փապակի անգամ Միթե ամենեկյան առաքյալ իցեն, ամեն մարդ առաքյալ գրնալալ, պատասխանը ոչ է։ Նույն է բարական հոգևորականության, ամեն մարդ հոգևորական գրնալալ, նույն է բարական վաճառականության, ամեն մարդ վաճառական գրնալալ, բժշկության, ամեն մարդ բժիշկ գրնալալ, օրենսգիտության, ամեն մարդ օրենսգետ գրնալալ, այլով քանտերց եւ ամեն ինչ որ ցեր միտքեն գանցնի, ամեն մարդ չի գրնալ նույնը ըլլալ։ Սակայն սրբության ասպարեզը ոչ միայն բաց է ամենքին առաջ, այլ աստվածային հրահանգ կա այդ մասին։ Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ասիկա 5 դագարանի Ղևդացներու քրքի 11-րդ գլխու 45-րդ համարի մեջ Աստված կսե. Սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Հետևաբար Աստուծո հրահանգն է Աստված գուզե որ ամենքս ալ իրեն նման սուրբը լանք։ Սուրբ կնշանակե զատված,
Սուրբ կնշանակե մաքրված, անորամար քրիստոնյան իրավունք չունի ասել որ ամեն մարդ այս մեղքեր կգործե։ Հիմա ինձ դեսակ, բայց մենք չէ որ ամեն մարդ չենք։ Աստված չսա որ դու ամեն մարդոց մե ավելի լավ եղիր եւ ես քող կմնամ քեզ մե։ Ոչ։ Աստված չսա որ մեկը մույսեն լավը լանք, այլ Աստված ասա ինձի բես սուրբ եղեք։ Ահա թե ինչու սիրելներ սուրբերու կյանքը օրինակ է մեզի, որ իրենք ալ մեզի նման գիրքերու դեր մարդիկ էին, մեղավոր մարդիկ էին, բայց գրծան սուրբ հոգիով լեցված, առաջնորդված սրբանալ։ Եղեք գադարյալ, ինչպես ծեր երկրավոր հայրը գադարյալ է գբատկամե Քրիստոս իր խոստն ուղելով բոլոր իր հետևորդներուն։ Մատթեոսի 5-րդ գլխու 48-րդ համարի մեջ։ Արտարև մենք քրիստոնյաներս ըստ առաքելական հավաստումին, ինչպես որ Պետրոս Արաքյալ գսե, ազգ ենք ընդիր, ազգ սուրբ եւ ժողովուրդ սեփական Աստուծո, ընդրված հայդարարելու սկանչելիքները Աստուծո, որ կանչեց մեզ ամենքս խավարեն իր սկանչելի լույսին։ Գար ժամանակ որ մենք Աստուծո ժողովուրդը չէինք, սակայն հիմա ենք։ Գարադեմ որ Աստուծո ողորմությունը չէինք ջանցած, սակայն այժմ արժանացած ենք Աստուծո ողորմության։ Առաջին Պետրոսի նամակին մեջ է այս խոսքը, երկրորդ գլուխ 9-10 համարներ։ Չմոռնալ նաև որ սուրբերուն թիվը անթիվ անհամար են։ Մեր հայաստանյաց առաքելական եկեղեցվո մեջ անուններով դոնելի մոտավորապես 5600 սուրբեր գիշվին սիրելներ։ Կամ իսկ լադին եկեղեցվո մեջ ավելի քան 60,000 սուրբեր գիշվին։ Բայց սուրբերը միանանոնք չեն, անձանոտ բազում սուրբեր կան, մեզի համար ծանոթ չեն, բայց Աստուծո ընդրյալ զավակներն են, Աստուծո ընտանիքի մաս կգազմեն։ Ուրեմն անոնք անթիվ անհամար են, ըստ հաստատության հայտության կրկին, որ մենք գադարված հետևյալ մեջբերումով կփապակենք վերջավորության բերել մեր ներածական այս խորհրդածությունները։ Այժմ սիրելներ հայտնության կրկի 7-րդ գլխու 9-17 համարները պիտի գարտամ, այդպիսով գավարտե շնորհք Պատրիարքը իր հայասկի սուրբեր գիրքի ներածականը։ Ուրեմն կգարտանք հայտնություն Հովանու կրկի մեջ։ Եվ ասկե հետո դեսա գսե Սուրբ Հովանես Արաքյալ մեծ թիվով ժողովուրդը անթիվ անհամար բոլոր ազգերեն, բոլոր ցեղերեն, բոլոր լեզուներեն եւ բոլոր ժողովուրդներեն հավասիկ բոլոր ազգի մարդոց մեծ սուրբեր գելեն, որոնք գեցած էին Աստուծո աթորին եւ Քրիստոս կարտուգին արչեւ ջերմագսկեսներ հակած եւ իրենց ցերկերու մեջ արմավենիներ բռնած։ Բարձր ցայնով գաղաղագեին ու գսեին. մեր փրկությունը գուկա մեր Աստուծմե, որ գնստի աթորին վրա եւ քարտուգեն։ Եվ բոլոր հրեշտակները շրջապատած էին աթորը, Աստուծո քահը։ Եվ երեցներով ու 4 կենթաներով գինային իրենց երեցներու վրա աթորին արչեւ եւ երկրպագություն գնային Աստուծո ասելով. ամեն օրհնություն եւ փառք, իմաստություն եւ գոհություն, բադիվ եւ զորություն ու կարողություն մեր Տեր Աստուծուն, հավիտյանս հավիտենից, ամեն։ Երեցներեն մեկը 24 երեցները մեկը երկնքի հարցուց ինձի Հովանես Արաքյալն է խոսողը։ Որոնք են այս սպիտակակածները եւ ուրգե գուքան, ու ես պատասխանեցի. Թունքի դեստեր։ Այնադեն ըսավ ինձի. ասոնք գուքան մեծամեծ վիշտերը, հալածանքները, տարաբանքները։ Ուրեմն երեցը ցույց կտա մարդիկ, որոնք սպիտակակած էին եւ գարցնե Հովանես Արաքյալին ուրգե գուքան այս մարդիկը գսե որ չեմ գիտեր, թունքի դես։ Բացադրե ինձի եւ գսե ասոնք մեծ վիշտերը գուքան, այսինքն այն մարդիկն են, այն սուրբերն, այն նահատակներն են, այն վգաներն են, այն մարտիրոսներն են, որոնք մեծ վիշտերը ու նեղությունները անցան եւ լվացին ու սպիտակացուցին իրենց ըսկեսները քարնուգին արյունով։ Անորամար Աստուծո աթորին արչեւ կգնան եւ կբաշտեն զայն ցերեկ ու քիշեր անոր դաջարին մեջ։ Ան որ գնստի աթորին վրա Հովանի բիլելա ու բիդի պաշտպանե զանոնք իր ներկայությամբ,
Ասկի հետո անոնք երբեք պիտի չանոթենան եւ պիտի չծարավին։ Ոչ արեկագը, ոչ ալ որևէ տեսակի դակություն պիտի չայրե զանոնք, որովհետեւ քարնուգը, որ ատորի մեջտեղն է, պիտի հովեր զանոնք եւ պիտի առաջնորդե զանոնք գենտանի ճուրերու ագունքներուն եւ Աստված պիտի չնչի անոնց աչքերեն բոլոր արցունքները։ Ահավասիկ սիրելիներ, թե սուրբերը ինչպես երանելի կյանքով պիտի ապրին եւ մեզի երանելի կյանքը սպասե, հավիտենական կյանքը սպասե։ Եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, եկեք անոնք, որոնք մտիկ կնեն Աստծո խոսքը, երանի թե մեր ասկի բոլոր զավակները մտիկ գնային, երանի թե աշխարհի բոլոր մարդիկը մտիկ գնային Սուրբ Հոգին գանչին, որ ամեն օր մարդոց սրդերը գտագե, հոգևորապես արտնցնելով զանոնք հոգևոր թմբիրեն, դուրս կանչելով զանոնք մեղավոր կյանքեն, բայց դժբախտաբար ամեն մարդ չէ որ մտիկ կնե։ Անորամար Հիսուս կսե Հայտնություն Հովանու գրքի 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ, ահա ես տրան դիմաց կանգնած եմ, սրդի տրան դիմաց, ու թուրը գտագեմ։ Ով որ լսեց այնս եւ թուրը փանա ներս պիտի մտնեմ։ Դերը չի խորդագեր թուրը սիրելներ, այլ կսպասե որ մենք լսենք իր ցայնին, կսպասե որ մարդը լսե իր ցայնին եւ թուրը գամովին դիրոջ դիմաց սպանա։ Կուզենք որ Հիսուս հավիտենական կյանքի դռները մեր դիմաց սպանա։ Պետք է նախ մենք մեր սրդին թուրը իր դիմաց սպանանք։ Եկեք բանանք այդ թուրը սիրելներ։ Դիրոջ դիմաց, որովհետեւ դերը բնագի մեր սրդերու մեջ։ Եվ երբ դերը կբնագի, այդ ժամանակ կսկսենք սրբությամբ ապրել։ Օն եղբայրներ եւ քույրեր, եկեք իսկապես ամեն օր սրբակրենք մենք մեզ։ Բաժարապահություն չենք որ ինչ ենք մարդ ենք, այո մարդ ենք, բայց չմոռնանք որ Սուրբ Հոգի դաջար ենք։ Հետևաբար գրնանք սրբանալ ինչպես սուրբերը սրբացան։ Թող այսօր Սուրբ Տատիոս Արաքյալ Սանթուղթ Գույս բարեխոսը լան մեր ասկին համար հատկապես եւ ամբողջ աշխարհին համար։ Մեր ասկին համար գսեմ, որովհետեւ այսօր մեր ասկը ահավոր վիճակները գանցնի, որքան հեթանոսություն կա ճշմարտաբար մարդոց սրդերու մեջ, անդարբերություն կա Աստծո նկատմամբ եւ անդարբերությունը հոգեվոր շնություն է։ Ոչ միայն ուրիշ գուրքերու յետևեն, ուրիշ աստվածներու յետևեն երթալն է հոգեվոր շնությունը համաձայն Աստվածաշունչին, այլ անդարբեր վիճակը, Աստուծո դունը չերթալը, Սուրբ բادرակներու չմասնակցելը, Սուրբ հաղորդություն չստանալը, ասոնք բոլորը հոգեվոր շնություններ են։ Եվ ճշմարտաբար կտեսնենք, որ մեր հայրենիքի մեջ օրե-օր ինչ երևույթներ կշատնան։ Աստված արթնություն թող տա բոլորին անխդիր։ Աստված մեզի սուրբ մշակներ ուղարկե, որբեսի ժողովուրդը առաջնորդեն դեպի Քրիստոս։ Աստված օրտնյալ pedagogan այրեր ուղարկե, որբեսի հավատքի ջամփու մեջ են կալեն եւ ամենքս սիրելներ հասնենք հավիտենական կյանքին ու արժանի լանք փառած բսակին։ Բոլոր սուրբերու բարեխոսությունը կխնդրեմ բոլորիս համար եւ մենք ալ սիրելներ իրենց կյանքի օրինակով շարժինք, քալենք դեպի սրբություն։ Գադարյալ եղեք, ինչպես որ երկնավոր մեր հայրը գադարյալ է։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։